Նախ ներկայացնենք, որ մենք բավականին ծավալուն զեկույց ենք պատրաստում, որը կներկայացնենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Զեկույցը բաղկացած է լինելու երկու մասից, մի հատվածում նշված են լինելու ողջ նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումները, իսկ երկրորդ մասում հենց բուն քվեարկության օրվա խախտումները հաշվի առնելով ծավալային քանակությունը դրանց։ Ես նախ ընդգծեմ, որ այո, մեր դիտորդական առաքելության հետ կապված բավականին հանրային պաշտոնյաների կողմից նմանաբնույթ բավականին չէ, 1-2 հոգու կողմից սպառնալիքներ է հնչեցվել մեզ զրպարտության վիրավորանքի շրջանակներում դատական հայցեր ներկայացնելու տեսքով։ Ընդգծեմ, որ իմ փաստաբանական ընկերությունը բավականին հարուստ փորձ ունի այդ ուղղությամբ եւ մենք սպասում ենք նման հայցերի, որովհետեւ այդտեղ ընդհանրապես անհիմն զուտ մանիպուլատիվ բնույթի մեղադրանքներ էին եւ երկրորդելով պարոն Չալաբյանին ես եւս ակնկալում եմ առնվազն ներողության հայցում հանրային կերպով, որովհետեւ իրենց խոսքն է ուղղակի զրպարտություն եւ վիրավորանք մեր անաչառ գործունեության վերաբերյալ։ Երկրորդելով թվեմ խախտումները, որը հենց բուն քվեարկության օրն ենք արձանագրել, դրանք իրենց բնույթով ըստ էության թե տեխնիկական են, թե բովանդակային։ Տեխնիկական խախտումները հենց լուսադեմից արձանագրեցինք, երբ ուղիղ հեռարձակումը միացվեցին տեղամասային կենտրոններից, մի շարք տեղամասային կենտրոններում, որը թվել ենք, ուղիղ հեռարձակումը այնպես էր տեղադրված, որ ողջ process-ը չէր երևում, ինչի պարտավորվածությունը ընտրական օրենսգրքով եւ համապատասխան կարգով նախատեսված է, օրինակ մեծամասամբ տեխնիկական սարքերը, որով գրանցվում են քաղաքացիները, ընդգրկված չէին ուղիղ տեսակապի մեջ։ Երկրորդ տեխնիկական խնդիր հանդիսանում էր այն հանգամանքը, որ մի շարք տեղամասային կենտրոնների սենյակները այնքան փոքր չափս ունեին քառակուսի մետրով, որ հազիվ կազմակերպվում էր օրվա ընտրական գործընթացը եւ տեղավորվում են հանձնաժողովի անդամները այդ process-ը ապահովող, ինչը եւս իր հերթին խաթարում էր բնականոն ընտրական գործընթացը։ Բովանդակային խախտումները առավել հաճախակի կրկնվող էին ու կարող է առաջին հայացքից թվալ, թե դրանք եւս տեխնիկական են, բայց համակցության մեջ, մեր օրենսդրության պահանջները վերլուծելիս դրանք մի քանի օրենսդրության խախտման ներքո են հայտնվում։ Առաջինը տրցակներով տրվող քվեաթերթիկների հարցը, որին ես բազմիցս անդրադարձել եմ, քանի որ նույն 2021 թվականին ծավալային առավել շատ խախտումները մենք հենց այդ հարցի շուրջ էինք արձանագրել։ Քաղաքացին, երբ մոտենում է հանձնաժողովի համապատասխան անդամին, իր առջև պետք է բոլոր ուժերի քվեաթերթիկները հավաքվեն եւ տրցակով տան։ Մի շարք տեղամասերում արձանագրեցինք, որ սկսեցին հանձնաժողովի անդամները կրկին նախապես հավաքել եւ տրամադրել։ Արդյունքում ես ունեցել եմ դեպք, որտեղ անձամբ ներկա եմ եղել, երբ քաղաքացին մտնում է քվեախցիկ եւ բարձրաձայնում է, որ իր համար ցանկալի ուժի քվեաթերթիկը չի գտնում։ Այս պարագայում հանձնաժողովը մի փոքր խառնվեց չէր կողմնորոշվում, ես հորդորեցի եւ հուշեցի նախագահին, որպիսի քաղաքացու ձեռքի քվեաթերթիկները մարվեն, քաղաքացուն հորդորեցի, որպիսի հանկարծ չբարձրաձայնի իր համար ցանկալի ուժի քվեաթերթիկի անունը, որովհետեւ դրանով կխախտվեր գաղտնիության իրավունքը, եւ քաղաքացուն նոր քվեաթերթիկների տրցակ տրամադրվեց։ Երկրորդ տեսակի խախտում արձանագրեցի, որ հանձնաժողովի անդամը կրկին հավաքելու ընթացքում օրինակ 6 քվեաթերթիկը հակառակ ուղղությամբ էր տրամադրել եւ 9-ի տեսքով, ինչը քաղաքացիների համար 1-ից մինչեւ 5 թերթելուց արդյունքում ամիջապես 9 էր հայտնվում 6-ի փոխարեն եւս հավանական շփոթմունքի տեղիք էր տալիս։ Իմ հորդորի արդյունքում հանձնաժողովի անդամը շփոթված ուղեց, հնարավոր է դա դիտավորություն չի, բայց արձանագրումներ 2-ից ավել անգամ եղել են նման միջադեպի։ Երրորդ խնդիրը քաղաքացին մտնում է քվեարկություն է իրականացնում դուրս է գալիս հանձնաժողովի անդամ առանց դրոշմանից չփակցնելու թողել էր որպեսզի քաղաքացին քվեատուփ նետի քվեարկության ծրարը Այս դեպքում քաղաքացու ձայնը կորում է, որովհետև արդյունքում հաշվարկի ժամանակ վավեր են համարվում միայն այն քվեաթերթիկները, որոնց վրա փակցված է դրոշմանիշը, իսկ այս դեպքում մի շարք տեղամասային կենտրոններում ունեցանք իրավիճակ, այնտեղ որտեղ ես եմ գտնվել, հորդորել եմ, որպեսզի նոր տրցակ տրամադրվի քաղաքացուն եւ արձանագրություն կազմվի, որ դրոշմանիշը հանձնաժողովի անդամը չէր փակցվել, բայց ունեցել ենք տեղամասային կենտրոններ, որտեղ
քաղաքացուն նորից իր ընտրական իրավունքը իրականացնելու հնարավորություն չի տրվել եւ արդյունքում հանձնաժողովի անդամի սխալի փոխարեն քաղաքացին կորցրել է իր ձայնը ու կամ արտահայտությունը իրականացնելու հնարավորությունը։ Լայնամասշտաբ արձանագրումները դա տեղամասային կենտրոնների տարածքում կուտակումներն էին, ընդ որում կային վերահսկող քաղաքացիներ, ինչի տեսագրությունները ունենք, ովքեր հատուկ ուղղորդումներ էին իրականացնում կազմված ցուցակներով, մեր դիտորդները ստիպված են երկուստեք թե տեղամասային կենտրոնի ներսում դիտորդություն իրականացնել, թե դրսի հատվածում, որովհետև պարբերաբար դիմում ենք ոստիկանության ծառայություններին, որպեսզի այդ անձանց այնտեղից հեռացնեն, քանի որ հստակ օրենսդրական պահանջ կա 50 մետր շառավղով շարունակական ներկայությունը որևէ անձի բացառելու։ Իսկ այդ կանոնը մի շարք տեղամասային կենտրոններում խախտվում էր եւ խախտվում էր պարբերաբար։ Մի պահ հեռացնում են, հետո անմիջապես այդ նույն քաղաքացիները, որոնք արդեն նույնականացված էին մեր կողմից, վերադառնում են։ Բացահայտել ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ վստահված անձանց սխեմատիկ գործունեություն ցուցակների տեսքով, կրկին ընդգծում եմ, անգամ որոշ դիտորդական առաքելություններ կարծես մեր նկատմամբ էին դիտորդություն իրականացնում, նշելով, որ դա ընդամենը տեխնիկական խնդիր է, քանի որ մարդիկ մասնակցություն են հաշվում, բայց մենք ունենք տասնյակ օրինակներ արձանագրված լուսանկարների ու տեսանյութերի տեսքով, ու այդ հաշվարկները մեր դիտորդները արձանագրել են, որ զուտ տեխնիկական չէին, տարբեր բնույթի նշումներ էին իրականացվում ոչ միայն մասնակիցների, այլև որոշ անձանց ներս մտնելու պարագայում այդ վստահված անձը հաղորդակցում էր տվյալ քաղաքացու հետ, ընդ որում անգամ արձանագրել ենք բաց ցուցակ անվանական։ Ու այդ այսինքն մեր պնդումը այն է, որ զուտ հաշվարկ չէր իրականացում, նաև վերահսկողություններ իրականացում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր պետք է իրականացնեն քվեարկությունը։ Ամփոփելով ասեմ, արձանագրել ենք խախտման դեպքեր, երբ մայրը սահմանափական գործունակ որդու փոխարեն քվեարկել է, ինչ իրավունքը չուներ, եւ օրը ամփոփվեց նաև լուսանջատումներով մի շարք տեղամասային կենտրոններով, ինչի վերաբերյալ ահազանգեցի։ Ամփոփելով ես ողջ ընտրական գործընթացը, հենց քվեարկության օրվա խախտումները, գալիս ենք այն պնդմանը, որ դիտորդական առաքելությունը անաչառ, իրապես հանրային վերահսկողության լրջագույն գործիք է, եւ մեր գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև մեր գործընկեր զանգվածային լրատվության միջոցների օպերատիվությունը եկան պնդելու, որ այո, միատեղ եւ համագործակցային սկզբունքներով գործունեության արդյունքում հնարավոր է կանխարգելել մի շարք խախտումները եւ ունենալ ավելի իրատեսական եւ անաչառ արդյունքներ։